Կամավորներ, հարգելի գործընկերներ, այսօր ձեր քննարկմանը ներկայացնում ենք մի օրենքի նախագծերի փաթեթ, որը ըստ էության մի փոքր ընդլայնում է ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները, միաժամանակ բավականին խիստ պահանջներ ներկայացնելով այն կառույցների նկատմամբ, թե որոնք կարող են օրինականացվել արդեն այս նախագծով սահմանված կարգով։ Եթե կհիշեք, 2021 թվականից քաղաքացիական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, որի համաձայն իմպերատիվ կարգով օրենսդիրը սահմանեց, որ բոլոր այն ինքնակամ կառույցները, որոնք կկառուցվեն օրենքի փոփոխություններից հետո, այլևս օրինականացման ենթակա չեն լինի, եւ ըստ էության սահմանվեց որոշակի ժամկետ արդեն մինչեւ օրենքի փոփոխությունները կառուցված ինքնակամ կառույցների համար հաշվառվելու եւ դիմելու օրինականացման համար եւ բնականաբար արդեն վերջնական որոշումը, թե կոնկրետ ինքնակամ կառույցը օրինականացման ենթակա է թե չէ, համայնքի տիրույթում է։ Ինչ ենք առաջարկում նախագծով։ Իրականում գործնականում ի հայտ են եկել որոշակի այնպիսի դեպքեր, որոնք որ այսպես օրենսդրական վակուումի մեջ են գտնվում, այսինքն ենթադրենք կան կառուցված ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են 2022 թվականից հետո, այսինքն օրենսդրական փոփոխություններից հետո եւ օրենքի իմաստով պետք է քանդվեն, բայց իրենք իրենցից կարող են այնպիսի տնտեսական, սոցիալական եւ անգամ հանրային շահ ներկայացնել, որ դրանց միանշանակ ասել, որ պետք է քանդվեն, կարող է ավելի շատ կորուստներ բերել բոլորի համար, քան որոշակի մեխանիզմներ նախատեսելը օրենսդրությամբ, որ հնարավորություն լինի դրանք օրինականացնելու համար։ Ըստ էության մենք այս օրենսդրական վակուումի պայմաններում փորձել ենք նոր կարգավորումներ նախատեսել հետևյալ տրամաբանությամբ։ Կրկին սահմանվում է վերջնային ժամկետ, այսինքն հնարավորությունը տրվում է process-ը սկսելու եւ ավարտելու մինչեւ 2027 թվականի տարեվերջ, մինչեւ դեկտեմբերի 30-ը։ Յուրաքանչյուր անձ, ով ցանկություն կունենա ինքնակամ կառույցը օրինականացնելու, պետք է անցնի որոշակի փուլեր, այդ թվում ձեռք բերի համապատասխան եզրակացություններ կառույցի տեխնիկական վիճակի մասին, քաղաքաշինական նորմերին համապատասխանելու մասին, անվտանգային նորմերին համապատասխանելու մասին եւ նաեւ ներկայացնի այսպիսի նախնական գնահատական, արդյոք դրա օրինականացումը հնարավոր է գործող իրավակարգավորումների համատեքստում, թե կան որոշակի խոչընդոտներ։ Դրանից հետո քաղաքացին իրավունք ունի դիմելու տարածքային կառավարման նախարարություն եւ վերջինս առաջարկություններով կդիմի կառավարությանը, որի արդյունքում կառավարությունը իր որոշմամբ կսահմանի ցանկ, ընդգրկելով այն կառույցները, որոնք որ այս ֆիլտրները անցել են եւ վերջնական ֆիլտրով էլ կընդգրկվեն կառավարության որոշման մեջ։ Սրանից հետո արդեն այդ ինքնակամ կառույցների իրավատերերը հնարավորություն կունենան դիմելու առանց ժամկետային սահմանափակման այս պահի դիմելու օրինականացման process-ը սկսելու եւ շինության օրինական կարգավիճակը փաստագրելու համար։ Նախագծով նաև սահմանվում են նոր տեղական турքի տեսակներ, այսինքն այս process-ը իրականացնելու համար սահմանվում են նաև առանձնահատկություններ տեղական турքերի մասով, ամրագրվում է, որ Երևանում եւ Երևանի հարակից ուրեմն համայնքներում վճարումը լինելու է այն բոլոր փաստաթղթերի համար, որոնք որ պետք է քաղաքացին ստանար այդ կառույցը օրինական կերպով կառուցելու համար, բոլոր այդ турքերի եռապատիկը, ինչպես նաև միանվագ 100 միլիոն դրամ։ Իսկ արդեն ոչ Երևանի եւ ոչ Երևանի սահմանակից համայնքների համար սահմանվում է նույն եռապատիկը, սակայն գումարած 100-ի փոխարեն 50 միլիոն ՀՀ դրամ։ Թերևս այսքանը, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին, շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, հարցեր նախագծի զեկուցողին։ Խնդրեմ։ Շնորհակալություն, շատ համապարփակ ներկայացրեցիք, բայց մի քանի հարց։ Խոսքը տարբեր չափի կառույցների մասին է, թե նշանակություն չունի, թե ինչ որ քառակուսի մետրով կամ չգիտեմ ինչով մենք ունենք չափած, այդ 100 միլիոնը ինչ հաշվարկով ենք որոշվել եւ արդյոք մենք չենք գնում օրինականացնելու ճանապարհով անկախ նրանից դա հանրային շահին հակասում է թե չէ, օրինակ փողոցա, որը 90-ականների սկզբից ինչ որ մեկի քմահաճույքով ես Երևանի մասին եմ խոսում, որոշել են այդ փողոցը դարձնեն փակուղի։ Դա բավական մեծ փողոց է, ես դեռ անունը չեմ տալիս։ Այդ փողոցը դարձրել են բակ։ Հետո քիչ-քիչ սենց եկել են մայթն են գրավել, հետո
փողոցի վրա են արդեն շինությունները կառուցվել։ Հիմա եթե այդ փողոցի բնակիչը գալիս ասում է, այս թղթերը, ձեր ցավը տանեմ, այս 100 միլիոնը, մենք պարտադիր դա օրինականացնում ենք, թե չենք օրինականացնում եւ այստեղ ինչ ենք անելու։ Եվ նորից այս կարևոր հարցը տալիս եմ էլի, չափից կախված է այդ 100 միլիոնը, թե չէ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Չափի սահմանափակումներ եւ ամրագրումներ նախագծում այս պահին չկան, այսինքն որոշակի ծավալով չի պայմանավորված։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, տեսեք, այս նախագիծը նրա մասին չէ, որ բոլոր ինքնակամ կառույցները, եթե տուրքը վճարեցին, եթե անցան որոշակի փուլերով, ապա պարտադիր ենթակա են օրինականացման։ Ինչպես այսօր որոշումը կայացվում է կառավարության սահմանած կարգով եւ այնտեղ կան բազմաթիվ պարտադիր պահանջներ, որոնք պետք է այդ կառույցը ապահովի, որպեսզի հնարավոր լինի դա օրինականացնել։ Ձեր ասած օրինակով, իհարկե հստակ փաստակազմին չեմ տիրապետում, բայց եթե հիփոթետիկ խոսենք, ձեր ասած օրինակով այնտեղ պետք է նաեւ գնահատվի արդյոք ինքնակամ կառույցի օրինականացումը խախտում է երրորդ անձանց իրավունքները եւ օրինական շահերը, թե ոչ։ Արդյոք դրանք այնպիսի խտությամբ են կառուցված, որ ապահովում են քաղաքաշինական նորմերի պարտադիր պահանջները, հակահրդեհային նորմերի պարտադիր պահանջները։ Հետևաբար, այս բոլոր պատասխաններին բացասական տալու պարագայում այդ ինքնակամ կառույցը գործող իրավակարգավորումների իմաստով օրինականացման ենթակա չի անգամ այսօր, անկախ դրա կառուցման տարեթվից։ Եվ այս նախագիծն էլ բնավ ուզում եմ շեշտադրել, որ նրա մասին չէ, որ մենք համատարած հնարավորություն ենք ուզում տանք առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրած կառուցապատումներին օրինական կարգավիճակի հնարավորություն տալու համար։ Այստեղ, ինչպես նշեցի իմ խոսքում եւ առկա է նաեւ նախագծի հիմնավորումներում, առաջնահերթ, երբ ինքնակամ կառույցները կընդգրկվեն կառավարության որոշման մեջ, կանցնեն գնահատողական մի փուլ, գնահատողական մեխանիզմ է գործելու, արդյոք դա բավարարում է օրինակ հանրության շահի կտորը, արդյոք դա բավարարում է այն հանգամանքը, որ պետք է որ այդ գույքը տնտեսական շրջանառության առարկա դառնա եւ ոչ թե ուղղակի քանդվի եւ հողին հավասարեցվի, թե ոչ։ Դրանից հետո էլ արդեն երրորդ կարևոր ֆիլտրը, որ անցնելու է process-ը, դա բնականաբար համայնքի որոշումն է, թե արդյոք հնարավոր է այդ ինքնակամ կառույցը օրինականացնել, թե ոչ։ Այսինքն կարծում եմ ձեր մտահոգությունները այս process-ում պետք է փարատվեն գործնականում։ Մինչև գործընթացը չսկսվի, չավարտվի այդ փարատման մասին ասма դեռ վաղ է խոսելը, բայց դուք իմ հարցին չպատասխանեցիք, ասենք մեկը ունի շան համար կառուցված տնակ, մյուսը սարքել է տուն, երկուսն էլ 100 միլիոն են վճարելու, այդ էլ հարցս, երկրորդը մարդը ինչու պետք է շահագրգռված լինի, տանի 100 միլիոն, տա որ իր կառուցածը օրինականացվի, եթե մեկը շարունակում է շահագործել, այդպիսի մի գեղեցիկ կառույց ունենք քաղաքի կենտրոնում ամենաերևացող տեղում, ինչ խնդիրն է, շենքը կա, մարդը օգուտը ստանում է, ինչի պետք է գա օրինականացնի, օրինակ էլի։ Հստակ պատասխանեմ ձեր հարցին։ Եթե քաղաքացին ունի շան տնակ, թե ունի բնակելի տուն եւ երկուսն էլ ուզում են օրինականացնեն, այո, պահանջները տարածվելու են բոլորի վրա, այսինքն որևիցե անկախ չափսից չափով սահմանափակումներ կամ որոշակի չափորոշիչներ սահմանված չեն նախագծում։ Բայց տեսեք, իրականում այս մեծ Տուրքի սահմանման հենց տրամաբանությունը ընկած է նրանում, որ շան տնակը, օրինակ, եթե քանդվի եւ հետո դրանից հետո քաղաքացին գնա եւ իրավական process-ներով սկսի իր նույն գործընթացը, այսինքն եթե կարիքը կա դիմում է համայնքին, նախագիծը համաձայնեցնում է, ստանում է համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր եւ նորից կառուցում է, եթե այդ հնարավորությունը կարող ենք տեսնել, որ ավելի իրատեսական է փոքր տնակի դեպքում, կարող են լինել օրինակ այնպիսի մեծամասշտաբ կառույցներ, որոնք որ ասել, որ զրոյացրեք, հավասարեցրեք, քանդեք եւ դրա հետևանքով օրինակ քաղաքացիները կկորցնեն աշխատատեղեր, պետությունը իր հարկահավաք գործառույթը չի կարողանա պատշաճ իրականացնել եւ այսպես կարելի է այս շարքը թվարկել, ապա մենք կարծում ենք, որ նման մեխանիզմի հնարավորություն ընձեռելը
կախված, չգիտեմ, օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքներից այդ շինությունը կառուցվել է ոչ այն ճանապարհով, որ օրենքը նախատեսում է։ Սակայն եթե դա իրենից ներկայացնում է այնպիսի տնտեսական շահ իր իրավատիրոջ համար, հանրային շահ քաղաքացիների համար, պետության համար շահ, որպեսզի կարողանա գույքահարկ եւ, չգիտեմ, տնտեսական ձեռնարկատիրական գործունեությունից, հարկահավաք գործունեությունը իրականացնելու, ինչու չտալ այդ հնարավորությունը, սակայն այստեղ շեշտադրեմ, որ ինչու է մեխանիզմը բարդ նկարագրած այս դեպքում, որովհետեւ պետությունը չի խրախուսում ինքնակամ կառուցապատման իրականացումը, ես չեմ ուզում, որ այդ տպավորությունը ստեղծվի, այսինքն մենք ասում ենք օրինական ճանապարհով սկսելը գործընթացը շատ ավելի պարզ եւ հասանելի եւ մատչելի պետքա լինի, քան եթե դու այսպես այդ ամեն ինչը շրջանցելով եկել հասել ես մի փուլին, որ արդեն ավարտին ես հասցրել ինքնակամ կառուցապատումդ, մենք ես տալիս ենք որոշակի հնարավորություն, որոշակի ժամկետում այդ կարգավիճակը ֆիքսելու, օրինականացնելու, բայց քաղաքացին պետք է պարզ գիտակցի, որ պետության եւ օրենսդրի նպատակը նա չէ, որ այդ process-ը ավելի դյուրին լինի, քան օրինական ճանապարհով քայլերի հաջորդականությամբ սկսել եւ կառուցապատումը ավարտելը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան, շատ հետաքրքիր ներկայացնում եք, բայց այնուամենայնիվ ձեր խոսքն էլ էս վերջին նշեցիք տնտեսական շահ, հանրային շահ, ես իրականում այս ինքնակամերի վերաբերյալ բավականին մեծ բան խնդիր կար, միջև անցյալ տարի, երբ ընդունեցինք այս օրենքը, որ հնարավորություն տանք եւս 1 տարի մեր քաղաքացիներին իրենց ինքնակամերը օրինական ճանապարհով օրինականացնելու, բայց դե ունեինք բացառություն, որ 21 թվականից հետո կառուցված ինքնակամերը չեն կարող օրինականացնել այլևս, որտեղ միջև այդ պետք է արդեն օրինական ճանապարհով կառուցված լինեն, բայց հիմա ունենք այսպիսի շենքեր, եթե ունեք մոտավորապես քանիսն են եւ ես ոնց հասկացա անհատ մարդկանց շինություններին չի վերաբերում կոնկրետ տնտեսական հանրային շահ ներկայացնող ինչ-որ կառույցներ, որոնք որ այնուամենայնիվ ոչ օրինական ճանապարհով են կառուցվել։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Իրականում նախագծի նպատակը եւ հիմնավորումը, այո, դա էր, որ պետք է կառույցը ունենա որոշակի հանրային շահի այսպես ֆիլտր, բայց մշակման աշխատանքների ընթացքում հասկացանք, որ կարող է լինել քաղաքացի, որ ունի կառուցած բնակելի ինքնակամ տուն եւ իրականում այս բոլոր չափորոշիչներին համապատասխանի անվտանգության, քաղաքաշինական նորմերի տուրքն էլ պատրաստական լինի վճարելու։ Դրա համար նախագծով այս սահմանափակումը չենք դրել կոնկրետ նպատակային նշանակությամբ շինության, այսինքն ավելի բաց ենք թողել հետագա փուլերի համար։ Ճիշտ է, մենք նախորդ տարի եւս մեկ անգամ այս օրենքը փոխեցինք եւ հաշվառման 1 տարվա հնարավորություն կրկին բացեցինք 26 թվականի համար, բայց դրանք վերաբերում էին կոնկրետ մինչև 22 թվականը կառուցված ինքնակամ շինություններին, սա ավելի այլ կարգավորում է, նաև տարածվում է 22-ից հետո կառուցված շինությունների նկատմամբ եւ նաև մի կարևոր հանգամանք էլ շեշտեմ, որ այս նախագիծը չի վերաբերում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա քաղաքացիների կողմից կառուցված շինություններին, այսինքն այն հողամասը, որտեղ ինքնակամ կառույցը կառուցված է, պետք է սեփականության իրավունքով պատկանի կոնկրետ հենց այդ կառուցապատումը իրականացրած քաղաքացուն՝ ի տարբերություն նախորդ կարգավորումների, այսինքն մինչև 22 թվականը կառուցվածների, որտեղ սահմանափակում որպես այդպիսի չի դրվում, թե հողի սեփականատերը ով է։ Ես կարծես այլ չկար, չէ՞։ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ շատ, իրականում շատ ավելի դրական ու մեծ ավելի շրջանակ պարունակող կարգավորում է։ Ես այդտեղ մնում եմ կոչ անենք մեր քաղաքացիներին, որ զգուշ լինեն ժամկետների մեջ, որովհետև ժամկետ ունեն միջև տարվա վերջ, որովհետև հետագայում նորից էլի այդ դիմումներն ու նամակները ահռելի չափով ստանալու են ցանկացած համայնքից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, այլ հարցեր։ Խնդրեմ